Հայաստանի ժողովրդագրական պատկերը հետաքրքիր փոփոխությունների է ենթարկվում։ Դրանց պատճառներն ու միտումները այդքան էլ պարզ չեն։ Վերջերս հրապարակվել էր նախորդ տարիներին Հայաստանի ծնելիության ինդեքսը ըստ մարզերի։ 21-ից 24 թվականների ընթացքում լուրջ շարժ է նկատվել։ 21-ին բոլոր մարզերում բավականին նվազել էր ծնելիության ինդեքսը։ Հաջորդ տարիներին այն բարելավվել է։ Ծնելիության ինդեքսը ցույց է տալիս, թե մեկ կինը քանի երեխա է ունենում, այսինքն այն պետք է լինի գոնե 2, որպեսզի պետության բնակչությունը վերարտադրվի։ 2020 թվականին ծնելիության գումարային գործակիցը Երևանում 2 էր, մարզերում բավականին ցածր էր։ Նախորդ 3 տարիներին, սակայն, Երևանի ծնելիության ինդեքսը խիստ նվազել է եւ հասել 1.18-ի, այսինքն մեկ կինը 1.18 երեխա է ունենում Երևանում։ Կոպիտ ասած, մայրաքաղաքի բնակչությունը չի վերարտադրվում։ Կնայեք ձեր շուրջը եւ կզարմանաք ասածից։ Շրջապատում բնականաբար երեխաների պակաս չկա, նախ որովհետեւ նույնիսկ ծնելիության ցածր ինդեքսի պայմաններում մայրացող կանայք Երևանում ուղղակի շատ ավելի են, քան Հայաստանի այլ քաղաքներում։ Բացի դա, պետք չէ մոռանալ ներգաղթը։ Ծնելիության մակարդակն աճել է մարզերում։ Չեմպիոնները Վայոց-Ձորն ու Սյունիքն են։ 2020 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ մտավ կառավարության որոշումը, որով գյուղաբնակ բնակավայրերում չաշխատող մայրերը սկսեցին երեխայի համար ստանալ երեխայի խնամքի նպաստ։ Մինչ այդ չէին ստանում։ Այսինքն գյուղերում ժողովրդագրական պատկերի բարելավմանը նպաստող կարևորագույն գործոնը սոցիալական ապահովության նոր գործիքների ի հայտ գալն է։ Ֆինանսական բարեկեցության մասին չէ խոսքը, բայց փոքր օգնությունն իր գործն անում է։ Հունվարի 1-ից 3-րդ եւ հաջորդ երեխաների համար սկսել մինչեւ 6 տարեկան դառնալը սկսվեց տրվել հավելյալ գումար, այսինքն ծնողները ստանում են մինչեւ 50,000 դրամ ամսեկան։ Բայց նույն այս տրամաբանությամբ Երևանում շատ ավելի գումար աշխատելու հնարավորություն կա։ Ինչու է մայրաքաղաքը մարզերի համեմատ ծնելիության առումով կրկնակի վատ արդյունքներ ցույց տալիս։ Երևանը ամենաբարեկեցիկ մարզն է, աշխատավարձերը միջինացված ամենաբարձրն են, ենթակառուցվածքները ամենալավն են հանրապետության մակարդակով, սակայն 2021 թվականից դիտարկում ենք մի երևույթ, երբ Երևան քաղաքը այսօր հայտնվել է ժողովրդական տեսանկյունից գործընթացների ամենավատ վիճակում, այսինքն Երևան քաղաքը սկսել է զիջել բոլոր մարզերին։ Ընդհանուր առմամբ չափազանց ուրախալի է, որ գոնե մարզերում բնակչության բնական աճի միտումներ կան, շնորհիվ ծնելիության ինդեքսի աճի։ Այստեղ այլ խնդիր կա։ Արդյոք ծնված երեխաները հետագայում կմնան իրենց գյուղերում եւ քաղաքներում։ Արդեն հասունանալով մարդիկ կամ ուսանողական տարիքից կամ դրանից հետո կամ առաջ, եթե աշխատանք չեն գտնում տեղերում, իսկ դա ամենահավանական տարբերակն է Հայաստանի Հանրապետության մարզերում, որոշում են եթե առաջ մարզ կենտրոններ պետք է գնային, ապա միանգամից գալիս են Երևան քաղաք։ Այսինքն, քանի դեռ երկրի հավասարաչափ զարգացման լուրջ ծրագրեր չկան, Երևանում ծնելիության նվազման ֆոնին մարզերում ծնելիության աճը շարունակելու է աշխատել ի շահ մայրաքաղաքի։ Սա լավագույն դեպքում։ Այսինքն պետության դերն այն է, որ սոցիալական գործիքների միջոցով մարզերում ավելացած բնակչությունը մնա մարզերում եւ աշխատի ի բարօրություն մարզերի։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։